Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նեանտապանն է։ Այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ինչ է կատարվում Հայաստանում, հայտնի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը բոլոր լրատվամիջոցները այդ մասին գրում են, ամբողջ հանրությունը այդ մասին խոսում է։ Կոչուբաևը, ով մամուլում հայտնի է նաև որպես ընդդիմադիր գործիչների փաստաբան, ձերբակալվել է 2 ամսով, մեղադրանքը վերաբերում էր նրա Facebook-յան մի գրառմանը, որտեղ քննիչներ, դատախազներ, ես փոքրիկ մեջբերում բերեմ, դատավորներ, հոգիները վաճառել են սատանային եւ մի փոքրիկ այսպես ասում են անեծք է պարունակում իր գրառումը, ես աղոթում եմ Աստծուն, որ դուք ստիպված լինեք վճարել այդ պատժի համար, գալիք սերունդների դիմաց եւ այլն, եւ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մաս մեղադրանքը դատավորի, դատախազի կամ քննիչի պատվին արժանապատվությանը արատավորող տեղեկատվության տարածում եւ ամբողջը չեմ ուզում կարդալ, պարզ է։ Նախորդ օրը մի շարք ձերբակալություններ կատարվեցին։ Միաժամանակ զուգահեռաբար ինֆորմացիա եղավ, որ Ադրբեջանում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը տնային կալանքի տակ պահվում, վերցվել եւ ադրբեջանական լրատվամիջոցները ասում են, այսինքն այդ զուգադիպությունը, որ եւ այստեղի կալանքները, ձերբակալությունները եւ Ադրբեջանի այդ անձնավորության կալանքը համընկան Դուշանբեում Պուտինի հետ Փաշինյանի եւ Ալիևի հանդիպումներից հետո եւ ոմանց մոտ կասկած կար եւ հարց կար, արդյոք կապ ունեն այդ ամենը, կապ ունի Մոսկվայի հետ եւ ադրբեջանական լրատվամիջոցները ասացին, որ այո, իրենց մոտ դա պարզվել է, որ Կրեմլն է հանձնել Մեհդիևին, այսինքն այդ Գրոզնիի վրա խոցված այդ ազալ ինքնաթիռը այդ Մեհդիևի կողմից Ադրբեջանում, ես ցիտում եմ, մեջբերում եմ, նախապատրաստված պետական հեղաշրջման դիտավորության մաս էր կազմում, այդ մասին դա քննարկել է Մոսկվայի ռազմական շրջանակների միջոցով, Մոսկվան դրա մասին իմացել է եւ այդ ինֆորմացիան տրամադրել է Ալիևին։ Եվ այսպես, ինչ է կատարվում Հայաստանում, արդյոք այն, ինչ կատարվում է եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում, պետական հեղաշրջման մեջ մեղադրվում են մարդիկ եւ ձերբակալվում, կապ ունի Մոսկվայի հետ։ Համեցեք։ Որևիցե կապ այս բաների մեջ չկա Ադրբեջանում եւ Հայաստանում, որ համընկնում է լրիվ ուրիշ թեմա։ Ինչ վերաբերում է Մեդիևին, այո, Մոսկվայի հետ խառնվել է եւ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների այսպես կոչված սրացումը, որի մասին երջանիկ դեմքերով պատմում էին Հայաստանի հեքիաթասերները, որը հեսա տեսեք Ադրբեջանը Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մեջ է, այս ռուսները Ղարաբաղը կվերցնեն, մեզ հետ կտան բանց։ Կային չէ՞ տենց հեքիաթներ սիրող հեքիայեշ մարդիկ։ Այդ բլեֆ էր։ Ակնհայտ է, որ պայմանավորվել էին, ասեմ ավելին, գնալով ավելի քիչ տեղամնում հերկվելու այն փաստի, որ այսպես կոչված ադրբեջանցիների ձերբակալումները Ռուսաստանում, դրանք ասենց ասեմ, ոչ միայն համաձայնեցված էին Ալիևի հետ, այլ նաև կատարվում էին Ալիևի հետ բանով, պատվերով, որտեղ իրականում գլխատվեց այն զանգվածը ադրբեջանական Սփյուռքի Ռուսաստանում, որը Ալիևին չէր ենթարկվում, ովքեր ավելի շուտ էին գնացել, Հեյդարի ժամանակ էին գնացել եւ իրանք իրենցով ինչ որ բան էին ստեղծել, ալտերնատիվ կառույց, այո, դա կարող էր հիմք դառնալ Ադրբեջանում հեղափոխության եւ հեղաշրջման, որտեղ իրանք համ ադրբեջանցիներն համ տենց զանգված ունեն ադրբեջանական, համ էլ չեն ենթարկվում Ալիևին եւ գաղափարապես իրանք հաշվի առնելով, որ Ալիևի վիճակը վատանում է, որպես պետություն Ադրբեջանի վիճակը վատանում է կապված նավթային գների հետ եւ գազային գների անկման հետ, եւ գնալով այդ դուրը փակվում է, որտեղ Եվրամիությունը արդեն պահանջում է սերտիֆիկատներ ծագման, նույն նավթի եւ գազի, այսինքն գնալով բարթանում է նաեւ Ադրբեջանի վաճառքը ռուսական գազի, որին ուղղակի մի հատ ինքը սերտիֆիկատ է տալի, ասում է չգիտեմ, բանի Հեյդարի արևտ սա բանը, ադրբեջանական այդ արդեն չի անցնում, ասում են հետո
Այսինքն ապացուցի, որ քո մոտից ես հանե, եթե չէ, ուրեմն դու խնդրեմ ունես։ Այս ամբողջը Ադրբեջանի եւ Ռուսաստանի համատեղ խաղն էր։ Այս համատեղ խաղը նաեւ շատ հարմար ամընկավ այն փուլի հետ, որ Հայաստանում ոչ միայն ռուսամետներին սրանով կուտը տվեցին, այլ նաեւ կուտը տվեցին նրանց, ովքեր իրենց համարում են ազգայնական եւ աստծին դելա ոչինչ կամ ասենք Փաշինյանի շուրջ կանգնած մարդկանց, ովքեր դա առիթ սարքեցին եւ աստծին տեսեք հիմա Ադրբեջան-Ռուսաստանի այդ կոնֆլիկտի մեջ է, դրա համար էս որ Տրամպի փակուղին սարքում ենք, այդ լավ է։ Մենք էդի կբացենք, բայց իրանք արդեն Ռուսաստանի հետ հակած են, տեսեք ինչ լավ է, որ մենք բան իրականում ոչ մի չի եղել, ինչ չի փոխվել։ Ադրբեջանը նույն Ռուսաստանի խամաչիկն առանց որևիցե բանի։ Այդ բոլոր լեգենդները նրա մասին, որ KGB-ի գործող գնդապետը եւ KGB-ի գեներալի որդին կարան ունենան արունալից կոնֆլիկտ սուտ է։ Սա այսպես։ Մեդիևին հանձնելա Պուտինը դա նորմալ է, որովհետեւ դա ամբողջությամբ տեղավորվում է այն բանի մեջ, որ իրան պետք է կայուն Ադրբեջան իր պատկերացրած կայուն Ադրբեջանը, դա Աբշերոնում նստած Ալիև Փաշաևների կլանն է, որը այս ամբողջ տարածքը պահում է, ոնց ուզում է պահի իրեն չի հետաքրքրում, որտեղ իրանք արդեն բոլոր այդ կոնվենցիաներից հրաժարվել են արտու իրավունքների, խոշտանգումների բացառման, հիմա նորմալ է, ինչ ուզում են թող անեն։ Կարևորը այդ ճանապարհը կա, հիմա էլ Տրամպի փակուղին կա, հեսա այդ Տրամպի փակուղիով էլ ինչ-որ մի բան կազմակերպենք, սկսեն պատժամիջոցներից խուսափելու համար ապրանքներ տանել բերել, ադրբեջանական դրոշի տակ, թուրքական դրոշի տակ, ԵԱՏՄ-ի դրոշի տակ, իական չի։ Իականն է, որ այդ ճանապարհը օգտագործվել է անենց, ոնց որ ինքը պետք է օգտագործվեր նոյեմբերի 9-ի փաստաթղթով, որի դեմ մենք ու չհամարձակվեք ասել, ձեզ չեմ ասում են այն մարդկանց, ովքեր որ սազանդարներ են մեծ հաշվով, որ ամերիկացիները կխառնվեն, չեն խառնվի, Տրամպի ադմինիստրացիան չի խառնվելու, Տրամպի ադմինիստրացիան ամբողջությամբ ենթարկվում է այն արժեքային եւ գաղափարական արժեքներին ասեմ։ Չէ, գաղափարական կոնստրուկտներին, որի մեջ դուք չեք կարող ասել, որ իրանք ժողովրդավարության կողմնակից են կամ կողմ են ավտորիտարիզմի կամ տոտալիտարիզմի դեմ պայքարի, որովհետև դուք որ նայեք ինչ է անում Տրամպը ներքին քաղաքականության մեջ, դուք կհամոզվեք, որ ներքին քաղաքականության մեջ ինքը անում է այն, ինչ որ Պուտինը անում էր 2000-ից մինչև 2007 թվական մի քիչ արագացրած։ Դատավորներ ծեծել, սենատորներ ծեծել, քաղաքներում զորք մտցնել, մարդկանց զորքով խոշտանգել եւ այլն, միգրանտներ շպրտել դուս նա ազգային գվարդիայով, այսինքն Տրամպի ներքին քաղաքականությունը բանը ինչ վերաբերում է իր արտաքին քաղաքականությանը դե տեսանք ասենք նույն Համասը փաստացի կրեց պատերազմ որովհետև ենք սանկետը որ Տրամպը հաստատել է որի համար իրեն կնեսետում կանգնած ծափեին տալի դա ոնց զարման կառաջացրեց в общем բոլորը մնում են իրանց բանով Գազայի հատվածում ստուգված Չակերտը ոնց պետք է ստուգես ստուգված ոստիկանություն արինելու չգիտեմ այնտեղ ինչ որ իսրայելական զորքը դուրս է գալիս գազայատվածը այսինքն Համասը հաղթեց Իսրայելը բան չստացավ դրա դիմաց ստացավ 1800-ից մինչև 2000 մարդ կոտորված որոնցից 200 քանիսը դա բաներն էին սկզբից հոստիջները պատանդ վերցվածները մնացածը զինվորները ու վերջ հա գազան քանդեցին հետո ինչ Գազայում ապրող մարդիկ իրենք դրանից շատ չեն նեղվել, մի հատ եք սարքեն, փողը կա, բանը կա, ամեն ինչ կա, Պաղեստինը ճանաչվեց ամբողջ աշխարհի դեմ, Իսրայելը փաստացի վարչապետը պաշտպանության նախարարը դարձան ռազմական հանցագործներ Հաագայի տրիբունալի համար պահանջվող, սեպտեմբերի առաջին շաբաթին ՄԱԿ-ի ցեղասպանությունների բանի այդ կանխարգելման կոնվենցիայի շրջանակներում Իսրայելը 5.4-ով ճանաչվեց մեղավոր։ Այսինքն այնտեղ արդեն ցեղասպանության բան կա։ Էս հիմա դե Տրամպն է, դες թվում է Տրամպը ինչ անելու, փագելու է Ռուսաստանի ճանապարհը։ Ինքը քնած տեղը երազում է, որ հեսա պատերազմը մի օր շուտ բրցնի, որ Ռուսաստանի հետ սկսի առևտուր անել։ Մոռացել եք ոնց էր ծափ տալի անկորիջում Պուտինը։ Երեկվա Պուտինի հետ զրույցն էլ ասեց, շատ ժամանակ կորցրեցինք նրա վրա, որ խոսում էինք Ռուսաստան Միացյալ Նահանգների միջև առևտուրը Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո։ Էդ էլ ձեզ օրինակ, Պուտինը հերթական անգամ քյաֆեց, խափեց,
Հասկանում եք, Տրամպը ունակ չի, ինքը արժեքային իր համակարգում, ինքը գոլֆ խաղացող է, շատ վատ բիզնեսմեն է, շատ վատ գոլֆ խաղացող է, նարցիս է, եւ մեծ հաշվով հոգեկան շեղումներ ունի իր սեփական հետ մեծարման շատ լավ բանակցություններ վարող եմ ահա այդ իդեպ ցուցանիշ է մարդով շատ լավ ըստ իր կարծիքի բանակցություններ է վարում հիմնականում տեղեր կուտաուտում այսինքն այդ ինչ էր եղել 2 օր առաջ Ռուսաստանը հնարավորություն չուներ որ Ռուսաստանը պետք է ոչնչացվեր եւ Զելենսկին պետք է հարվածեր եւ հիմա տոմահավքներ ենք տալի որ կամ կտանք կամ չենք տա բայց արդեն նենցա որ հարց չկա Զելենսկին ինչ ուզում է անում սա ամեն ինչ նորմալ էր 2 օր առաջ բայց Պուտինը զանգեց ու հիմա դու բանակցիր ու դա տենց չի ասма տոմահավքները ինձ էլ են պետք ես դեռ չգիտեմ ինչ անեմ մենք էլ մեզ էլ է պետք դա եւ սանկցիաներն ժամանակը չի կարող ճիշտ չենք անում հիմա դե հենց է դա այսինքն Պուտինը հաղթեց այսինքն իհարկե Պուտինը չհաղթեց Պուտինը հերթական անգամ կոշիկները սրբեց մի հատ Ամերիկայի դրոշի վրա հետո Տրամպի դեմքին հերթական անգամ ընդ որում ես ուղղակի զարմանում եմ տենց շուտ կան ուկրաինական տեղեկատվական դաշտում էլ կան կամ պրոուկրաինական ավելի ճիշտ է ասել մարդիկ ովքեր տենց ամեն անգամ այս հոգեբանական ճոճանակների վրա հիացած հրճված sense այո վերջապես Տրամպը տեսեք ինչ արեց ժողովուրդ Տրամպը նույն շիզոֆրենիկն է Տրամպի օրոք Արցախում սկսվեց քրիստոնյա բնակչության ոչնչացում ինքը մատին չի տվել ուղղակի Տրամպը ի սկզբանե ոնց համարում էր որ Ուկրաինան պետք է հանձնվի Ռուսաստանին տենց մինչև հիմա համարում է բոլոր մնացած այդ իր պատկերացումն է աշխարհի մասին որ ինքը Պուտինը եւ Սի Ցզինպինը պետք է նստեն եւ աշխարհը կիսեն 3 հավասար մասի եւ իրանք այդ 3 հավասար մասի հետ պետք է կռիվ տան в смысле իրանք պետք է կառավարեն բոլոր մնացածը պետք է ընդհարկվեն Դուք լուրջ եք ասում, Տրամպը նշանակել է Պենտագոնի ղեկավար մարդու, ով սահմանադրության ուղիղ խախտման է գնացել Ամերիկայում, այսինքն զորքին, զինված ուժերին, բանակին հրաման է տվել մարդ ձերբակալելու, ինչը սահմանադրությունով արգելված է Սենատի հանձնաժողովի դեմ նստած սուտ է խոսում, այդ իր պաշտպանության չի, պատերազմի նախարար Ինգիցիլ է դա ինչ պատերազմի նախարար վերադառնանք Հայաստան լավ Ադրբեջանում ինչ է կատարվել այդ հեղաշրջման ինչ վերաբերում է մեզ մոտ որտեղ Սամվել Կարապետյանի մասին էլ էին խոսում Ռուսաստանը որ ուզեր կպահեր բայց Ռուսաստանը եւ Սամվել Կարապետյանը եւ մնացած այս վերջին ձերբակալությունները Սամվել Կարապետյանը պատմություն է ինքը բավականին խավարոտ է սկզբից իր հայտնվել ես միևնույն մնում եմ կարծիքի որ ինքը նույնիսկ ինչ-որ չափով նպատակային եկա որ ստեղ նստի որ այնտեղ գլուխը չուտեն Ռուսաստանում դա տրամաբանական է Սամվել Կարապետյանի կողմնակիցների մոտ երևում է վրացական երազանքի մոդելը այսինքն ինքը ուզում է դառնա Իվանիշվիլի որպեսզի այդ բանը ապահովի վերջնի իշխանությունը եւ դանդաղ Հայաստանը տանի կործանման ինչպես Վրաստանը կործանման տանում է Իվանիշվիլին այսինքն տանի բարկացնի Ռուսաստանի տակ մի փոքր քանի որ մենք Վրաստան չենք դա չի ստացվի ինչ որ երևի տենց պետք է նշել է Սամվել Կարապետյանի կողմնակիցների համար որ հայերը վրացի չեն պետք է բացեք ուրեմն փաստաթղթերը ինչով ոչ մի բանով Վրաստանի հասարակությունը կիսված է 3 մասի էթնիկ 3-4 մասի կրոնական եւ չհաշված Աբխազիան եւ Հարավային Օսիան, որը նաեւ գրաված է Ռուսաստանի կողմից, 20% մոտավորապես իրենց տարածքի։ Այսինքն խոսքը ադրբեջանական, վրացական եւ հայկական էթնոսների մասին է, չհաշված աջարները, լազերը, սուբէթնոսներ, մենգրելներ, կախետներ, իմերեթներ, բաներ, այդ ինչ անդեր էլ բաժնես, ինչ էր դրանց այն առաջին նախագահի բան։ Ոչ, սվաններ, հա, Չենի մենգրելեր են դեսվաններ կային։ Այսինքն այս սուբեթնիկ խմբերը, կրոնական խմբերը, որոնք քրիստոնյաներն են, ընդ որում քրիստոնյա հունական, որը Ռուսաստանի եկեղեցու տակ է, հայ առաքելական, կաթոլիկ, շիա, ադրբեջանցիները, սունի,
աջերեի կողմի վրացիները կամ լազերը, այսպես կոչված։ Այսինքն այս ամբողջը կա, պլյուս հրեաներ կան, նորմալ է։ Բաթումի ներդրումներից գալի մասը Իսրայելն է անում։ Բացի դրանից Վրաստանի ենթակառուցվածքները հալալ կիսված են Թուրքիայի եւ Ադրբեջանի մեջ, այսինքն Վրաստանի ղեկավարությունը նաեւ չի տիրապետում, այդ դեռ Սաակաշվիլի ժամանակվանից։ Նաեւ իր տրանսպորտային ուղիներին նորմալ չի տիրապետում։ Այսինքն այնտեղ բանա նո չեմ ուզում եմ ասեմ, բայց ծանր է վիճակը, էլի հասարակության տեսանկյունից Թիֆլիսից դուրս խոսքը խայտաբղետ հա ոտնց ինչ որ puzzle է այդ puzzle-ը պետք է հավաքես եւ ասում են որ Թիֆլիսից դուրս նաեւ մարդկանց կենսամակարդակը շատ ցածր է եւ իրենց մոտ իրանց նախագահն էր ասում Սալոմե Զորոբիշվիլին որ այնտեղ շուտ կարուսելներ բաներ 10-20 լարիով ձեն առնել ընդունված տարածված պրակտիկա է միտինգներին բերել ինչ որ գյուղերի ծաղկած բնակչություն բանի Իվանիշվիլին տենցան այսինքն այս մոդելը Հայաստանում չի աշխատում ոչ չի աշխատում այս նախ հայազգը ավելի կուր է երկրորդը շատ ավելի հասուն է երրորդը շատ ավելի մեծ հաշվով մենք ինքներս կարանք տանենք մարդու ծովը ծառավ հետ բերենք հա եւ մոտեցումը որը հիմնականում Ռուսաստանի չնայած այնտեղ մեկ-մեկ դեպի արևմուտք էլ գնացածների մոտ արտում, բայց այնտեղ մի քիչ ավելի քիչ է, եթե նրանք ինտեգրվել են արևմտամոն, բայց Ռուսաստան գնացողները, ովքեր որ գնացել են Ռուսաստան երկար մնացել են, իրանց մոտ ինչ-որ sense բան է առաջանում, իրանց թվում է իրանք շատ շուստր են, ստեղ մնացածներից շուստր են ու բան ու դրա համար իրանք կարողացել են դրա համար իրանք կարան ստեղ կան բան կրկին ուզում եմ իրանց հիասթափեցնեմ ու թողականների նող անեն դուք ոչ թե շուստր եք, այլ դուք այնքան թույլ եք, որ դուք ստեղից թռել եք։ Իսկ մենք մնացել ենք։ Հետևաբար ստեղ է այդ ուժի կենտրոնը, ոչ թե Ռուսաստանում։ Դուք Ռուսաստանում գնացել եք, քյալ եք խափել, թողեք սարք։ Հաջորդ թեմաներին Գալուզինն է, այսպես մեկ էլ հանկարծ երկար ժամանակ Ռուսաստանը ոչ մի ձևով այդ թեմային չէր անդրադառնում հայ-ադրբեջանական բանակցություններին եւ Թրամփը ասում էր ես կանգնացրել եմ պատերազմը եւ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինը նորից առաջարկում է ասում է դե փակագծերում չի ասում ենթադրվում է որ դուք ոչ մի բան դեռ չեք ստորագրել այդ նախաստորագրածը կարելի ասել ոչ մի բան չկա վերջնական համաձայնագրի խաղաղության համաձայնագրի ստորագրումը եկեք Ռուսաստանը հարթակ տրամադրի ընդ որում հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները։ Հենց այդ եռակողմ հայտարարությունը արդեն ոնց որ բան է, լույսը վառվում է 9-րդ կետն են իրենք հիշեցնում անընդհատ, եկեք այդ տրամաբանությամբ վերջնականապես խաղաղության համաձայնագիր ստորագրեք, ասում են նա, եւ ընդգծել է Ռուսաստանը մեծ եւ արդյունավետ դեր է խաղացել Երևանի Բաքվի միջև կարգավորման գործընթացում։ Այստեղ եւս Ռուսաստանը մեծ դեր է խաղացել Արցախի էթնիկ զտման, Հայաստանի դավաճանության հարցում, Ադրբեջանին զենքզինամթերք եւ քաղաքական եւ բարոյական աջակցություն տրամադրելու հարցում կանգնացնելու, որովհետեւ ասում են պատերազմ է կանգնացրել, բայց կանգնացրել է չէ, պատերազմը կանգնել է այն պահին, երբ Թրամփը պարտվեց ընտրությունները, կապ չունի պատերազմը, այսինքն Թրամփն էլ էր դրա մեջ եւ Բիբի Նետանյախուն էլ էր դրա մեջ։ Ես չգիտեմ, ես ճիշտն ասած հույս ունեմ, որ սա նույնիսկ լուրջ չի քննարկվի, չգիտես ինչի մոտս տպավորությունն է, որ մերոնք երբեք sense բանի չեն արձագանքի, չնայած Գալուզինին պետք է ասել տղա ջան, ուրեմն հավաքվի, գնա ռուսական նավի հետևից, մեկ էլ Հայաստանի մասին խոսացել ես, չգիտեմ, ականջներդ կկտրենք։ Բա այդ նվերը ներողություն ճակերտներում, որ արվեց Ռուսաստանի կողմից Կրեմլը հանձնեց Մեհդիևին, Ալիևին, գուցե Ալիևին Ալիևին կարող է, բայց ասենք խնդիրը Փաշինյանի մեջ։ Ու վստահ եք, որ Փաշինյանը Չէ, Փաշինյանը, տեսեք, Փաշինյանը իհարկե կարա ինքը իրան ոտերից կրակի եւ գնա Մոսկվա, բայց որ գնաց Մոսկվա կարել է չգա։ Վերջնական ստորագրելու համար։ Հա, անդերը թող մնա, մի հատ հեծանիվ կտանք թող Երակողմ հայտարարությունների Չէ, չի քննարկում։ Նույնիսկ եթե լրջորեն սա քննարկվի, այսինքն այս որ հիմա այդ բաները որ կա, այդ մարդիկ ում որ ասֆալտով են տալի ձերբակալում են բան, դատավոր, մատավոր, հա, այդ ովքեր որ ձերբակալում են, այդ դրանց սաղին պիտի թողեն,
կան կառավարության նիստի օրը ներկա լինեն, եթե ինչ-որ մեկը չհայհոյի նման բան առաջարկողին, այսինքն եթե չվերցնեն բաժակով ծեծեն բան ինչ-որ սենց կոշիկ սրբեն վերեն, բոլորը ովքեր դա չեն անում, պետք է ձերբակալվեն։ Սա պետք է լինի միանշանակ Հայաստանի Հանրապետության կառավարություն, իշխանությունում եւ ազգային ժողովում։ Նրանք ովքեր կոշտ դեմ չեն արտահայտվում այն մտքին, որ գնալ Ռուսաստան ինչ-որ բան ստորագրել, պետք է ձերբակալվեն որպես ազգի դավաճաններ, որովհետև Արշակ Կարապետյաններ, բաները տենց լիքը կար, չէ՞ Նիկոլ այդ դավաճաններին որ պաշտոններ էր նշանակում, հետո ճակերտներում կրակներ են, չգիտեր հիմա մեր դատախազությունը եւ քննչական կոմիտեն ման են գալի, դիմում են տալը Ռուսաստանին, ասում են ձերբակալեք տվեք, չէ՞ տղեկներ չեն կանում։ Բոլորին ովքեր մի դեմ չեն առաջանում, այս գլխից ձերբակալում ենք։ Այս գլխից Այսինքն ոչ թե տնային կալանք բան, չէ, մի անգամից ձերբակալում եք բաներ, տանում եք մտցնում եք 37 թվականին համարժեք խուցեր, որ ասենք 3-4 ամիս հետո, եթե իրանց մասին մոռանան, տուբերկուլոզից մեռնեն։ Անունը ինչ եք դնում։ Սահմանադրական կարգի տապալում, որտեղ տանել Հայաստանը Ռուսաստանում ինչ-որ բան ստորագրելու, դա սահմանադրական կարգի տապալում է, որտև ընդհուպ մինչև մեղմեղ հեր վարչապետ ասում են, որ հապկը զրոյական է, այս մեզ վնաս է տալիս, չգիտենք ինչի համար է բան, եթե դու Ռուսաստանի ծիրում ես պահում Հայաստանը, բացի դրանից, կոնկրետ օրենքի խախտում, որտև Հայաստանի Հանրապետությունը ընդունել է օրենք, համաձայն այդ օրենքի Հայաստանի Հանրապետությունը շարժվում է դեպի Եվրոպական միություն։ Եվրոպական միությունում, Եվրոպական միության համար, որպես գլխավոր ռազմական վտանգ հռչակված Ռուսաստանը, ռազմական հանցագործ, մանկապիղծ բանակի գլխավոր գերագույն հրամանատարի ստորագրության հետ կամ իր սենյակում ստորագրված խաղաղության պայմանագիրը եւս համարվում է մանկապիղծների հետ պայմանագրի ստորագրում։ Այսինքն այդ մարդը ռազմական հանցագործ է։ Դու չես կարող գնալ ռազմական հանցագործի հետ բանից կան քեզ խաղաղության պայմանագիրը ինքը ռազմական հանցագործ է իր ստորագրությունը իր միջնորդությունը իր ոչ բան չարժեն Թրամփի այս վերջին հեռախոսազրույցը եւ վերաբերմունքը Պուտինի հետ երկու, չգիտեմ, ամսից են կարծեմ Վենգրիայում, Հունգարիայում պատրաստվում հանդիպել, չի սրբագրում Ռուսաստանին։ Ոչ, չի սրբագրում, իհարկե չի սրբագրում, որտեվ Թրամփի այն մյուս մտերիմ ընկերը Բիբի Նետանյախուն է, որը եւս ռազմական հանցագործ է Հաագայի տրիբունալով։ Այստեղ հարցեր են առաջանում Թրամփի հոգեկան առողջության եւ ընդհանրապես այդ բանի հետ, հա, ասենք ինքը ոնց է աշխարհը տեսնում։ Իր երկու մտերիմները, ում հետ որ ինքը փորձում է բանալ, երկուսն են ռազմական հանցագործներ են։ Ծուր ավելի հավանական է, որ ինքն է ռազմական հանցագործ, քան նրանք չեն։ Դե Զելենսկու հետ հանդիպումից շատ բան պարզ կլինի, բայց ոնց որ թե արդեն պարզ է, հա, երևի թե։ Դե ծախել է երթական անգամ ծախես, դե ինքը տենց բանով տեսեք հայտնի է, ինքը ոնց է բանանում, ինքը այդ իր արևին եղում դեղում է, այսինքն ինքը գոված Զելենսկիին ասեց, Պուտինը զանգեց, Պուտինը խուտուտ տվեց, գոված, ինքը ասեց դե էս է ուզում, տեսեք, ես նենց հզոր տղա եմ, որ Պուտինը ինձ զանգում բանանում, իրականում հիմար է, ասենք ոնց կարելի, իդիոտ Անձի պաշտամունքի նման բան է։ Պուտինը շնորհավորեց ինձ եւ Միացյալ Նահանգներին, Մերձավոր Արևելքում խաղաղության գործում, ասեց, սա դարեր շարունակ երազել են մարդիկ այս արդյունքին։ Ժողովուրդ, այդ անգրագիտությանը թարք տվեք։ Ուրեմն դա ոչ դարեր, ոչ հազարամյակներ։ Հրաների առաջի բաները հայտնվել են Տել Ավիվի տարածքում, Պետեղ Տիկվանը 1886 թվականին 1886 կամ 85 ոչ մի դարերի մասին խոսք չկա։ Թրամփը փոխանցում է Պուտինի խոսքերը։ Հասկանում եմ, բայց դե այն ինչ որ Թրամփը փոխանցել, նախ Թրամփի ասած նա պետք է տանել դետեկտորի վրա անցկացնել պոլիգրաֆի, որ տեսնել սուտ է խոսում թե չէ։ Իսկ Պուտինը 100% սուտ է խոսում։ Պուտինը գիտի Թրամփին ինչա դուր գալի։ Ինք ուղղակի խուտուտ է տալի Թրամփին։ Իրան կարևորը հենց հիմա տոմահավք չտան։
որտեղ հենց հիմա տոմահավքը խնդիր է։ Ինքը հասել է նրան, որ չեն տալու Դե վերջ։ հա արդեն այդ հարցը ոնց որ թե Դե որ այդ հարցը լրագրողի բաղվել է արդեն, հարցին նա պարզ ասեց այդ տոմահավքները մեզ էլ են պետք, ես չգիտեմ տամ թե չտամ դեռ եւ այլն։ Ասպա Փաշինյան չկա վատ ուզող։ Եկեք գովազդային ընդմիջում հայտարարենք եւ հետո տեսնենք թե Փաշինյանը այդ տրիպի ուղի, որը դուք փակ ուղի անվանեցիք այսօր, բարձաբանեմ, որ այդպես չի կոչվում, տրիպի ուղի է կոչվում, նախագծի շրջանակներում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին մի փոքրիկ մեջբերում եմ ներկայացնելու, գովազդը եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ վերլուծաբան սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ ենք զրուցում եւ այսպես Փաշինյանը ասել է հետեւյալը, որ այն տեղերում, որտեղ հաղորդակցության տրիպի ուղի նախագծի իրականացման մասին է խոսքը։ Այն տեղերում, որտեղ հաղորդակցության կառուցում արդեն պետք է սկսվի, որպեսզի այդ տարածքով անցնող ենթակառուցվածքները կառուցվեն եւ պարզ լինի, թե սահմանը կոնկրետ որտեղով է անցնում, այդտեղ պետք է լինի սահմանազատում։ Նա ասում է, դա փոխկապակցվածություն չէ ընդհանուր սահմանազատման գործընթացի հետ։ Դա իր տրամաբանությամբ է գնալու, ընդհանուր սահմանազատումը իր տրամաբանությամբ է ուրեմն գնալու։ Բայց մյուս կողմից սահմանազատում է կապված կոմունիկացիաների տրիպի ուղի նախագծի իրականացման հետ։ Այսինքն սահմանազատումը, ասում է Փաշինյանը, մաս է այդ process-ի, այսինքն ինչ։ Տեսեք, ինձ համար ամենասկզբից այս պատմությունը ծիծաղալու, որովհետև նորից եմ ասում, Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու բանակցային իմաստը, ոչ թե ռազմական, ճնշում գործադրելու միակ հաղթաթուղթը դա այդ ճանապարհն է։ Եվ դա
պետք է աշխատի կամ մոտիկ լինի աշխատելու բացառությամբ այն պահի, երբ այլ տարբերակ չկա, այսինքն տենց բոլոր միջազգային խաղացողները գալիս են նստում են պատոանի տակ ու գոռում են շուտարաբադ։ Դա պետք է լինի այն պահին, երբ որ քեզ համար անհրաժեշտ խնդիրներ լուծված են։ Այդ ճանապարհի աշխատանքը, այդ ճանապարհի մասերի սահմանազատումը, այդ մի կիլոմետրը 400 մետրը, չգիտեմ ինչ է, դրա մասին խոսելու իմաստ նույնիսկ չկա։ 400 մետրը կամ մի կիլոմետր։ Դուք եք ասում, բայց Եթե դրանից չէ, տեսեք, եթե դրանից լայն է, դա խնդիր է, որովհետև երկկողմանի, այսինքն Նախճեվանի կողմից եւ Ադրբեջանի կողմից այդ պետք է սահմանազատում արվի բան, այդ լավ, օքեյ, ու անիմաստ քայլ է։ Ինչի համար եմ սա ասում։ Ընդհանուր առմամբ այս ճանապարհին ուրեմն ամեն մետր սահմանազատման դիմաց Ադրբեջանը պետք է ծանր գին վճարի, բանակցային իմաստով։ Մեր, չգիտեմ, զինծառայողներից, որոնք հենց պատանդ են մնացել դրանց հետ տա, մնացած տարածքներում սահմանազատում անի, չգիտեմ, ինչ-որ մի բան պետք է անի։ Չկարա լինի, որ ասենք մենք արագ ամեն ինչ անում ենք, էս ենք անում, բան ինչի համար։ Ճիշտն ասած, ես եւ ամբողջ աշխարհը թքած ունի, թե Ադրբեջանը Նախիջևանին այդ իրիկ ֆուրը կտանի, թե չի տանի։ Ամբողջ աշխարհը թքած ունի։ Այդ թվում Տրամպը, որը քարտեզի վրա Հայաստանը եւ Ադրբեջանը չի գտնում։ Տրամպի պատվիրատուն Նետանյահուն էր։ Նետանյահուն այդ պատվերը տալու պահին գտնում էր լուրջ պատերազմական գործողությունների մեջ։ Հիմա այդ լուրջ պատերազմական գործողությունները Իսրայելին հասցրել են այն օրի, որ ինքը փաստացի հանձնվել է Համասին, այսինքն ինքը վերադարձրել Համասը, որ այդ հոկտեմբերի 7-ը արեց, ասեց ինչքան ձերբակալվածություն է սաղին բաց թող։ Հիշեցնեմ, որ պատերազմը տենց էր վերջացել։ Այսինքն ով ձերբակալված Իսրայելում կար, սաղին բացա թողը։ Այսինքն Համասը հասել է իր նպատակին։ Բացի դրանից իսրայելական բանակը դուրս է եկել հին այն գծին, սուտա այն որ ուրիշ բանը սահմաններ այն գծում չկան, այն ժամանակվա պատի տակա կանգնած։ Այսինքն հոկտեմբերի 6-ի դրությամբ ոնց դիրքերը կար, այտենց են դիրքերը մնալու։ Այսինքն Իսրայելը պարտվել է այդ պատերազմը, Իսրայելը պարտվել է պատերազմը այդտեղ, Իսրայելը պարտվել է պատերազմը Լիբանանում, Իսրայելը պարտվել է պատերազմը Սիրիայում, որովհետև չկարողացավ ինքը ապահովի դրուզների բանը եւ դրուզները որոշեցին, որ իրենք այլևս Իսրայելի աջակցություն չունեն, Ալ-Շարան էլ սաղտեղ վազվզում է, ասում է ես Իսրայելի լեգիտիմ, Սիրիայի լեգիտիմ նախագահն եմ։ Ինքը պարտվել է հութիների դեմ, որտեղ ոչ մի չի կարողացել անել։ Նրանք առանց թե սարերում ապրում էին, առանց լուսի ջրի։ Այսօր տվել ես մի հատ բան ես տրակացրել, օդանավակայան 2 հատ բան, էլեկտրոկայան, օքեյ, իրենք բայց տենց էլ ապրում էին սարերում։ Իսրայելը պարտվել է Իրանի դեմ, որտեղ ինքը 12 օր պնդում էր, որ ինքը ամբողջը ոչնչացրել է, ավարտելուց 3 օր հետո ասեց, Իրանի միջուկային ծրագիրը շարունակվում, ոչ մի չես ասել։ Բացի դրանից Իսրայելը ղեկավարությունը դարձել է ռազմական հանցագործ եւ Հաագայի տրիբունալով մանագալի բուն Իսրայելը մեղադրվում է ցեղասպանության մեջ 5 կերպից 4-ը ապահովել է կներեք Զայնյանը։ Բացի դրանից Իսրայելի միջազգային վարկային այդ վարկանիշը որ կա այդ Moody's-ի Standard & Poor's-ի եւ բանի ո՞մ 2 կետով անկում անեցել, այսինքն AAA-ից իջել է AA, իսկ դա բավականին լուրջ է, դա նշանակում է, որ ինքը արդեն բաներ կվերցնի, պարտ կվերցնելուց ավելի թանկ տոկոսադրույք է վճարելու։ Բացի դրանից Իսրայելը սպառել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի կողմից հատկացված օգնության մի քանի տարի առաջ, վպիրոտ, ոնց որ ասում են, նիսիա է արել։ Հիմա մենք ունենք ինչ ունենք։ Այս ամբողջ պատմության մեջ խոսել նրա մասին, որ այդ Տրամպի փակողին ինչ-որ մեկին պետք է սուտ է, Ադրբեջանին է պետք, Ռուսաստանին է պետք, Թուրքիային է պետք, օքեյ, իրանք թող վճարեն ուրեմն դրա համար։ Թուրքիան թող սահմանը բացի։ Իսկ ինչու չի բացում։ Իսկ արդյոք Նիկոլ Փաշինյանի խաղաղասեր, մանդելայական ոճի մեջ մնացած իշխանությունները երբևիցե տենց չոր հարցը դրել են։ Ոնց եք պատկերացնում Նիկոլ Փաշինյանը չորով հարցը դնում Էրդողանի դեմը։ Շատ ասում են, որ
Էրդողանի վրա ճնշում կա, որ բացի սահմանը։ Չէ, Էրդողանի վրա ճնշում կա Եվրոպայից։ Այո, Եվրոպայից։ Իսկ Նիկոլ Փաշինյանը գնում է ուր։ Ճիշտ է։ Դուշանբե։ Դրա համար Եվրոպան էլ այդքան չի ճնշում Չէ, գործադրում։ Եվրոպան իր համար է ճնշում Այդ գործադրում։ դեպքում հարց ինչու։ Դե Եվրոպան անում անենց, որ երրորդ կողմի, երրորդ երկրների քաղաքացիների համար բացվի, հա, ինչ որ բան է։ Okay։ Հա, բայց ասենք եթե տրանսպորտային բաները, տրանսպորտային փոխադրամիջոցների հետ շարժը չապահովի, դա ոչ մի նշանակություն չունի։ Եվրոպան անում է այնքան, որքան իրան պետք է, բայց մեզ դա չի պետք, մեզ պետք է որ ապրանքներ, մեզ պետք է որ Գյումրի երաս երկաթ գիծը աշխատի։ Այնուամենայնիվ, դուք Հայաստանի այսպես գնդակը տվեցիք Հայաստանի ձեռքը այդ հարցում, իսկապես հայ-թուրքական սահմանի բացումը գնդակը Հայաստանի ձեռքին է, թե Թուրքիան չի բացում։ Չէ, так թեման որն է։ Մենք ինչ-որ բան է ուզում, չէ, Ալիևը մեզանից։ Ասում է եկեք շուտ այդտեղ սահմանագծենք, դա շուտ աշխատի, որ ես կարողանամ, ասենք, չգիտեմ, հերոին ու կոկային բերեմ Նախիջևանից Բաքու ու ասենք, չգիտեմ, 12 տարեկան աղջիկներ տանեմ վաճառեմ Թուրքիա։ Այդ իր խնդրեմն է։ Հիմա եթե մենք բռնեցինք, պետք է չթողենք։ Բայց Նիկոլ Փաշինյանը ունակ չի այնպիսի մի իրավիճակ միջազգային ստեղծել, որտեղ ինքը ռիսկ կանի, այդքան ողնաշարք ունենա բռնի դա։ Այդ բռնելու համար պետք է հեծանիվ չքշես, պետք է տանկ քշես։ Տարբերություն կա հեծանիվի եւ տանկի մեջ դրանում։ Չէ, լինում են զորքեր, որոնք հեծանիվով են քշում։ Բայց դա հաստատ Նիկոլ Փաշինյանը չի։ Պատկերացրեցի մեր Երևանի փողոցներով։ Չէ, Երևանի փողոցներով չէ, կա բան, Բաղրամյանի անվան բան, Բաղրամյանում կա բան։ Փաշինյանը առավոտյան Պոլիգոն կա, բան կա։ Ինչ ուզում է, թող վազ կանի։ Լավ, կատակը մի կողմ, դուք այնուամենայնիվ խնդիրը հետևյալն է, եթե ուզում եք, ախպեր։ Ձեր կարծիքը։ Ալիևին հարցը սենց է դրվում, ուզում է շուտ լինի։ Okay, ուրեմն դու գնում ես բանին, Էրդողանին ասում ես, որ սահմանը բացում է։ Այսինքն հիմա պայմանն էլ այդ թրիփի ուղին բացելն է, որ Թուրքիան բացի սահմանը։ Ինչու կապեցիք այդ սահմանը։ Դուք մի բան պիտի ստանանք դրա դիմաց, թե չէ։ Մենք ենք էլի չենք ուզում, որ բացվի սահմանը, ոչ թե Թուրքիան չի բացում սահմանը։ Չէ, Թուրքիան չի բացում, բայց եթե մենք պետք է ոչինչ չստանանք տրիպերի համար, որ տրիպեր ենք վարակվում, դա անիմաստ է։ Այսինքն այդ ճանապարհը բացելու համար սահմանագծումը պետք է լինի։ Ալիևին պետք է այդ ճանապարհը։ Okay, ընկեր, քեզ պետք է դու Աբշերոնցի ուխտ։ Գնա Անատոլիացի ոչխարին, Չոբանին, ասա որ բաց։ Հայաստանի սահմանը բաց։ Որ ստեղ սահմանագծի, որովհետև միևնույն է երկաթգիծը չի աշխատելու, իրանք չեն պատրաստվում երկաթգիծ կառուցեն մինչև երազք։ Սուտ է դա։ Կարաս ասես, դե լավ կառուցի, ինքը դարերով կկառուցի այդ երկաթգիծը։ Մի փոքրիկ այսպիսի ինֆորմացիա Էրդողանը ցավակցություն հեռախոսով ցավակցություն է հայտնել Կոստանդնուպոլսի պատրիարք Սահակ Մաշալյանին։ Նրա հոր մահվան կապակցությամբ հայրը 93 տարեկան էր։ Այս ուշադրությունը, այո, Էրդողանի կողմից ոնց որ թե միշտ եղել է, ճիշտ է։ Նու հա։ Պոլսու հայկական համայնքը միշտ եղել է ուշադրության կենտրոնում Էրդողանը։ Բան չեք կարող անել։ Էրդողանի օրոք էր, որ չգիտեմ, Թուրքիայի պետական ռադիոհեռուստաընկերության եթերում հայկական ծրագրեր առաջացան։ Ոչ ոք չեք կարող ասել։ Հայերեն թերթերը հրապարակվում, բան ինքը չի բան չի անում, այդ կոնֆլիկտի չի գնում։ Առավելից Մաշալյանը իրան մտերիմ մարդ է, այսինքն երբ որ նշանակվեց խոսակցություններ կան, որ մտերիմ։ Էրդողանի պետք է հասկանալ, որ Թուրքիան դա Ադրբեջան չէ, Ադրբեջանը թափթփուկներ են։ Այսինքն իրանք բառից բուն իմաստով թափթփուկներ են։ Իրանց համար հայատյացությունը միակ բանն է, որ կարաս ասես, որ սա ադրբեջանցի է։ Դա հայատյացությունն է։ Թուրքիայում նման բան չկա, Թուրքիայում դա հայերը նույնպիսի քաղաքացիներ են Թուրքիայի Հանրապետությունում։ Վերջին հարցս Բրիտանիան այս շաբաթ էր այդ ինֆորմացիան, որ զենքի էմբարգոն հանեց եւ Հայաստանից եւ Ադրբեջանից, նա հայտարարությունը այսպեսին էր, որ եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը մենք լուծարեցինք եւ դուք արդեն դեպի խաղաղություն եք գնում, տեսնում ենք, որ ամուր են ձեր հարաբերությունները լավ են, դրա համար էմբարգոն հանվեց։ Եկեք դիտարկենք այդ գլոբալ դեպի Եվրոպա
դուք ասում եք Հայաստանը պետք է շարժվի դեպի Եվրոպա, Եվրամիություն, դեպի Եվրամիություն ներողություն։ Մեր փոխհարաբերությունները այս շաբաթ նաև հետաքրքիր ինֆորմացիա եղավ Ալիևը Ֆրանսիայի նոր դեսպանին հետ զրույցում ասեց հայտարարեց որ այ մեր թյուրիմբռնումները ուրեմն Ֆրանսիայի հետ դրանք էլ են վերացել մենք հիմա արդեն իրար հետ ընդհանուր ծրագրեր ենք անում այսինքն Ադրբեջանը եւ Հայաստանը Ալիևը եւ Փաշինյանը նոր քաղաքականություն են վարում ավելի Եվրոպան ավելի մեծ ուշադրություն է դարձնում Ադրբեջան-Հայաստան այս երկու երկրներին ինքը միասնական է վերաբերում եւ այս երկու երկրները արձագանքում են այդպիսի հարաբերություններին թե առանձին Ադրբեջանը իր հարցն է լուծում եւ Ռուսաստանի հետ եւ Եվրոպայի հետ Հայաստանը իր հարցերն է լուծում Տենց բան չանենք որ կապ չունի Բրիտանիայի հայտարարությունը կապված է նաև, որ Ադրբեջանը ունի գումար եւ Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական բյուջեն, Բրիտանիան ուզում է իր ունեցվածքից մի քիչ ծախի։ Թող աշխատի, որտեղ ինքը ռազմական բյուջեի առումով, քան որ ուկրաինական կողմի շատ օժանդակում մի փոքր խնդիր ունի ֆինանսավորման, առավելևս որ տնտեսության վիճակը այդքան լավ չի։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի եւ Ֆրանսիայի միջև հարաբերությունների Բարելավանը նոր դեսպան է ասել է ու չի ստորագրել տակ Հայաստանը եւ Ադրբեջանը դրանք անտագոնիստներ են այսինքն որովհետեւ պարագայում իրանք նույնտեղ չեն կարող գտնվել ոնց որ նավթն ու լուցկին բայթելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի կարող լինել խաղաղություն ադրբեջանցիները 30 տարի ծնվել մեծացել են մորկաթի հետ կերել են որ իրանք պիտի հայերեն մորթ Ադրբեջանական պաշտոնական քաղաքականությունը Հայաստանի ոչնչացմանն է ուղղված։ Ադրբեջանի ամենամտերիմ դաշնակիցները Ռուսաստանը եւ Պակիստանը եւս ուզում են, որ Հայաստանը ոչնչանա։ Թուրքիան դաշնակից չի, ալի Թուրքիան գործընկեր է։ Թուրքիան դեմ չի, որ Հայաստանը ոչնչանա, բայց Թուրքիան մատեմատիկ չի տա դրա համար։ Որտեւ Թուրքիայի վրա կախված է ցեղասպանություն։ Իսկ սրանց վրա ոչ բան չկա, իրանք լվացվել են անցել, Սումգայի, Բաքու, Արցախ, բան լվացվել են անցել։ Դրա համար եմ ասում։ Ադրբեջանը եւ Հայաստանը ոչ միայն չեն կարող բարեկամներ լինել, իրանք նեյտրալ չեն կարող լինել։ Ադրբեջանցիները եւ հայերը երրորդ երկրում խուսափելով այդ երրորդ երկրի քրեական օրենսգրքից կարող է իրար չմորթեն Բայց Հայաստանը եւ Ադրբեջանը ուղակի ժամանակ են վատնում որն է ամեն մեկը ուժեղանում որովհետեւ սա խաղաղություն չի սա ինչ որ ժամանակով պատերազմի հետաձգում Այս նույն Բրիտանիա որը զենքի էմբարգոն հանեց նույն արևմուտքը այդպես է տեսնում ինչպես դուք ներկայացրեցիք թե նրանք չեն պատկերացնում խորությունը այդ Եթե Բրիտանիան մտածեր որ բան ինքը կասեր եկեք ես ներդրում անեմ ձեր մոտ դատակենտրոններ բացեմ նավթի հանքերը ավելի կանաչ սարքեմ ձեզ օգնեմ որ Կասպից ծովը չնվազի ձեզ ոնց է թվում մարտով վստահ որ պատերազմ չի լինելու զենք կառաջարկի ծախի Մարդը զենք է ծախում, չէ։ Զենքը ծախում է նրա համար, որ պատերազմ է, սպասվում է։ Բացի նրանից, որ գլոբալ պատերազմ է սպասվում, Ռուսաստանը ընդդեմ ՆԱՏՕ-ի, նաև տարածաշրջանում է պատերազմ սպասվում։ Ստեղ բոլոր երկրները անկայուն են։ Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան, տարօրինակաբար մենակ Հայաստանն է կայուն։ Հայաստանը կայուն է, որովհետև մենք մոնոէթնիկ ենք։ Ասում եմ մեր սիրտը լեռներում է ու մեծ հաշվով ամեն 4-ին որ թողես նժդե է, հետո ինչ նժդե հրապարակում Սպանդարյանի արձանն է դրած։ Դուք մի ձևակերպում հայեցիք, ասեք եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ժամանակ են վատնում, հետո փորձեցիք օգտագործել ժամանակ են օգտագործում, մինչեւ ինչ որ Հա վատնել է որտեղ սա Հայաստանը օգտագործում է այդ ժամանակը թե վատնում է, Ադրբեջանը օգտագործում է այդ ժամանակը թե վատնում է։ Չէ, Ադրբեջանի համար ամեն օրը իրան վնաս ամեն օր որ պատերազմ չկա Ադրբեջանի համար վնաս ինքը կործանվող ինչպես Իսրայելն է կործանվող այդպես էլ Ադրբեջանը որովհետև բան չի ուրիշ հարց է որ քանի ինքը կա ինքը փորձելու է պատերազմ անի որպեսզի կարողանա գոյություն կանել Հայաստանը ժամանակը վատնում է բա ինչ անում Հայաստանը պետք է 3-4 օրը Եվրամիության անդամակցության թուղթը տար
ասել գնում եմ ՆԱՏՕ, ռուսներին լարեր, հանգիստ ոտներս ոտների նստած բանանենք, նստեինք, ասենք մեր վրա չես արձակում, ոնց որ Էստոնիան անում։ Էստոնիան Ռուսաստանին ամեն անգամ միջին մատա ցույց տալի սահմանի այս կողմից, Նարվայի այս կողմից, կանգնում միջին մատ են ցույց տալի, գրում են Պուտինը ինչա, օյով ապրծնում։ Ուր պետք է գնա ռուսական նավը, ռուսները ինչ են, բորձուր են կարծում, որովհետև այն կողմը ՆԱՏՕ-ն է։ Դու պետք է տենց անես, եղբայր, տենց չես կարա, դա տենց չլինի չես կարա, չես դիմանում։ Պատկերացրեք Էստոնիան ՆԱՏՕ-ի անդամ չի։ Կուլ կտենք գնա։ Եղավ, շնորհակալ եմ շատ Ես եմ այսօրվազության համար։ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, վերլուծաբան, սոցիոլոգ Կարեն Սարգսյանն էր մեր զրուցակից այսօր զրուցում եմ ես Գայանե Արաքելյանս։ Բարի մնացեք։